Բարև ձեզ։ Մեզ վաղուց հետևողները կհիշեն, իսկ նրանք ովքեր նոր են միանում, երևի թե իրենց էլ ներկայացնեմ, որ ես եւ Բորիսը ունեինք հաղորդումների շարք, որ կոչվում էր Մարդու կնիկ, եւ այս շարքի շրջանակում միասին քննարկում էինք հիմնականում եզդիական համայնքի հետ կապված հարցեր, մինչ այս, սակայն այժմ որոշել ենք ոնց որ շարքը կրկնել, շարքը շարունակել եւ բացի եզդիական համայնքից անդրադառնալ նաեւ մեզ համար հետաքրքիր եւ երկուսիս համար հետաքրքիր եւ հաճախ քննարկվող տարբեր թեմաների, հազի մենք ունենք շատ հարցերի շուրջ նույն գաղափարները, նույն մոտեցումները, գուցե երբեմն տարբեր եւ հաճախ քննարկում ենք միմյանց հետ այդ հարցերի հետ կապված մեկնաբանություններ անում եւ որոշեցինք նաեւ այդ մեկնաբանություններով ու քննարկումներով երբեմն ձեզ հետ կիսվել եւ ուրախ կլինենք, եթե մեզ հետևեք, լսեք, նաեւ կարող եք մեկնաբանությունների դաշտում քննարկվող հարցերի հետ կապված ձեր կարծիքներն արտահայտել, սիրով կթերցենք։ Ողջույն մեզ։ Ողջույն։ Մենք այս ժամանակ ազգային թեմաներ ենք ավելի շատ քննարկում, չնայած մեր քննարկումները ոնց որ եթերից դուրս բազա վերաբերում են երևի հասարակության բոլոր շերտերին հուզող հարցերի, որոնք հուզում են մեզ որպես Հայաստանի քաղաքացի, որպես ընտանիք ունեցող մարդիկ, հա։ Եվ այս իմաստով կարծում կան հարցեր, որոնք պիտի քննարկենք քաղաքական թեմաներից ոնց որ դուրս եւ քաղաքական այս ռոպեական հարցերից դուրս կարևոր։ Այսօր ինչ թեմայից ենք խոսել։ Այսօրվա հաղորդաշրջանակում, քանի որ երկուս էլ մասնագիտությամբ նաև լրագրող ենք, որոշել ենք խոսել հենց լրագրությունից, բայց ոչ թե քննադատելու կամ պաշտպանելու եւ մեկնաբանելու մեր գոլեգաների աշխատանքը, այլ խոսելու լրագրության տրանսֆորմացիայից մեր օրերում, ինչ զարգացում է ապրում ժամանակակից աշխարհում եւ որքան է այն փոփոխվել, եթե հաշվենք օրինակ վերջին 10 տարիների ֆոնին լրագրությունը ինչ փոփոխություններ է կրել եւ ինչպիսին է հիմա լրագրությունը եւ ինչպիսին պիտի լինի։ Երբեմն մարդիկ ասում են, այ լրագրությունը շատ փոխվել է, լրագրողները այլևս առաջվանա չեն եւ այս հարցը օրինակ ինձ մոտ գոնե մարդիկ ովքեր ում հետ ծանոթանում եմ, ովքեր գիտեն, որ նաեւ մասնագիտությամբ լրագրող եմ, ասում են, որ նա լրագրողների աշխատանքը այսպիսին է, այնպիսին է եւ երբեմն գուցե իրենց մեկնաբանությունները ըստից տեղին են, բայց երբեմն էլ անարդար են, որովհետեւ ժամանակը նաեւ իր պահանջներն ունի հենց լրագրողներից էլ։ Ինչ ես կարծում։ Ես կարծում եմ, որ լրագրության վերաբերյալ միշտ ձևական սահմանումներ ու պատկերացումներ են եղել։ Ու ամենաշատ ձևականը դա օբյեկտիվությունն է։ Այդ լրագրողը պիտի օբյեկտիվ լինի։ Եվ նկատենք, որ այդ թեման ամենաշատ օգտագործողները ամենաոչ օբյեկտիվն են, անգամ եթե իրանց բանաձևով նայես այդ process-ին։ Մարդը օբյեկտիվ է այնքանով, որքանով ստացել է ինչ-որ կրթություն։ Մարդը օբյեկտիվ է այնքանով, ինչ-որ հասարակության մաս է կազմում, ինչ-որ շրջապատի մասնիկ է, ինչ-որ այո, քաղաքական գաղափարների կրող է, որովհետև ասենք իրավիճակի օբյեկտիվ ընկալումը սոցիալիստի մոտ ուրիշ ձև տեսք է, սոցիալիստական տեսանկյունից է, իրականության օբյեկտիվ ընկալումը կապիտալիստական մոտեցումներ ունեցող մարդու մոտ ուրիշ է։ Նույնն էլ ասենք պահպանողականի մոտեցումները եւ օբյեկտիվության տեսանկյունը ուրիշ է, լիբերալինը ուրիշ է։ Դրա համար ես կարծում եմ պետք է վերցնել ոչ թե խոսել լրագրության օբյեկտիվության մասին, այլ լրագրողը կամ մարդը, որը տեղեկատվություն է փոխանցում ուրիշ մարդկանց, պետք է գիտակցված չկեղծի տեղեկատվությունը։ Սա ամենակարևորն է։ Հիմա դա օբյեկտիվ է իր մոտեցումը թե ոչ, կարևորը այսինքն կեղծիքի բացակայությունը, երբ որ մարդը գիտակցում է, որ իր փոխանցած տեղեկատվությունը սուտ է,
բայց ինքը փոխանցում է դա։ Այ դա կարծում պիտի քննարկել որ դա անթույլատրել է։ Բայց մնացած մասով կարծում շատ վիճելի է այդ խոսակցությունները, դու ինչ կասես։ Այս խոսակցության շուրջ հաճախ մեկնաբանությունն այնն է լինում, որ օբյեկտիվը համարվում այն լրատվականը կամ այն լրատվական նյութը, որը մի քանի աղբյուր է ներկայացնում տվյալ նյութի մեկնաբանմամբ։ Բայց հաճախ երբ ենք լուրի մասին ենք խոսում, պարզապես լուր արձանագրելու հետ կապված ենք խոսում, մենք այստեղ մի քանի աղբյուր նշելու անհրաժեշտություն չունենք եւ ուղղակի ներկայացնում ենք տեղի ունեցածը այն դիտանկյունից, որով մենք աշխարհը տեսնում ենք։ Այսինքն այս առումով ինձ համար էլ շատ հաճախ ինչ որ ժամանակաշրջան, հա, երբ մենք սովորում ենք լրատվության ֆակուլտետում, կարդում ենք ինչ որ գրքեր այս ամենի հետ կապված, մենք ասում ենք, այո, լրատվությունը պետք է լինի օբյեկտիվ, բայց հետո գալիս ենք գիտակցական մի կետի, որ ասենք ես այս կերպ եմ աշխարհը տեսնում, մեկ այլ մարդ իր կերպով է տեսնում եւ իմ ճշմարտությունը իր ճշմարտությանը չի խանգարում, չի հակասում, անգամ եթե մի գծի մեջ չի։ Եվ ես ուղղակի իրավունք ունեմ ազատ իմ ճշմարտության մասին խոսել եւ ինքն էլ բնականաբար իր հարթակում իրեն հասանելի վայրում խոսում է։ Եվ երկրորդ, երբ խոսում ենք մի քանի աղբյուրի մասին, ներկայացման, անգամ այստեղ էլ էլի օբյեկտիվություն չենք կարող պահենք, որովհետեւ անգամ այդ մի քանի աղբյուրին, որ ընտրում ենք ճշմարտության մասին խոսելիս, ելի մենք ենք ընտրում այդ մարդկանց, ելի մենք ենք հարցադրումները տալիս, ելի մեր դիտանկյունից ենք հարցադրումները կազմում։ Ու այս քննարկումը շատ վիճելի է։ Ես էլ քեզ հետ համաձայն եմ, որ օբյեկտիվության ցուցիչ կարանք դիտարկենք ճշմարտությունը չկոծկելը, այսինքն սուտը ճշմարտություն չներկայացնելը, բայց թե դա մենք ինչպես ենք ընկալում ամեն մեկը սիրովի։ Անայք, հարմար մենք քո հարթակում ենք խոսում, ես նաև քո խնդրանքով մաքսիմալ չեմ քաղաքականացնում, քաղաքական բանից չեմ ուզենա խոսել, բայց թեման հետաքրքիր կնամանը, որովհետև եւ համաձայն եմ քեզ հետ, որ երբ որ ասում ես, թե դու ես աղբյուրը ընտրում բան, շատ չմտնելով քաղաքական բաների մեջ, բայց երբ որ դու ապրում ես մի հասարակության մեջ, որտեղ էլիտան չի վարանում սուտ խոսել, կեղծել իրականությունը, այդ դեպքում դժվար է ասել, աղբյուրները արդյոք վստահելի են թե ոչ։ Վերջերս հետքը մի հետաքննություն ուներ, որտեղ անդրադարձել էր, ասենք իշխանության ներկայացուցիչ, դա միակ դրվագը կլինի որ քաղաքական բանով խոսում, իշխանության ներկայացուցիչ գնմանը, առանձնատանա, ու ասենք հարցում էին ուղարկել, այդ մարդիկ չէին պատասխանել հետքին, հիմա հետքը հրապարակել էր այդ իր հոդվածը, իրանք էլ ասում, բա մեր տեսակետը չեք հրապարակել, բայց իրանք չէին պատասխանել, այսինքն այստեղ այնքան բաներ կա, ես ճիշտ ասած մի քիչ բան կանեմ, կառանձնացնեմ լրագրողի աշխատանքը, որ ուղղակի իրադարձություն է ներկայացնում, ասենք, այս ինչ վայրում տեղ ունեցավ, այս ինչ բան է։ Այդտեղ կարծում լրագրողը չպիտի գնահատականներ տա։ Բայց ես ինքս որպես լրագրության մեջ շատ քիչ եմ այդ դաշտում աշխատել, այսինքն իրադարձության վայրերից գնալ ասել սա այսպես։ Այս ինչ բան է, սա այսպես է տեղի ունենում ես մեկ։ Ավելի շատ լրագրությամբ ես զբաղվում եմ նաև վերլուծական բանով, մոտեցմամբ եւ հատկապես վերլուծական կամ մեկնաբանման բանում, ոլորտում, դաշտում դու ազատ ես բան անելու։ Քո գաղափարներով վերլուծելու։ Այո, մտածելու, ենթադրելու, վերլուծելու կամ ինչ-որ բան փաստելու, առումով դու ազատ ես։ Ես կարծում եմ այնտեղ ճշմարտությունների տարբերություն չկա, գիտես, ոչ թե ճշմարտությունների տարբերություն ամեն մեկ իր ճիշտը խոսի, ամենակարևորը այն է, որ մարդը համամարտկային մոտեցումներին, ասենք, դեմ չխոսի, ասենք, սպանության քարոզ չանի։ Որ ժողովրդերի նկատմամբ ատելության քարոզ չանի, որ այսինչ ժողովրդի ներկայացուցիչներին պետք է սպանել կամ չգիտեմ, այսինչ բան անել կամ բռնությունների ենթարկել։ Կամ արատավոր երևույթներ չքարոզի, այսինքն նույն այդ ծանր քիմիական միջոցները, որոնք ազդում են մարդկանց վրա, ես կարծում եմ, այս մի թեմայով մենք առանձին խոսենք, հատկապես երիտասարդության շրջանում տարածվում արդեն դպրոցահասակների մեջ,
Այսինքն այս սկզբունքները պիտի պահել, մնացած դուք ընկալման պես վերարտադրելու այն իրադարձությունը կամ այն հայտարարությունը կամ այն գործողությունը, որը տեսել ես։ Եվ տեսել ես այն տեսանկյունից, որտեղից դու գտնվում ես։ Այո, դու կարող ես որպես հետաքրքրասեր, որպես ուսումնասիրող, փորձես տեսանկյունները փոխես, որ այդ իրադարձության տարբեր տեսանկյուններից նայես, դա շատ ավելի լավ։ Պատճառը հետևանքային կապերը գտնես։ Ըստ իս անգամ հծիծաղելի է վերլուծաբանից օբյեկտիվություն պահանջել, որովհետև Որտեղ անհասկանալի է դեպքում օբյեկտիվությունը ինչն է։ Այսինքն, եթե մենք լուրջ տեղի ունեցած երևույթ տալու մասին ենք խոսում, օրինակ խոսում ենք, չգիտեմ, վթար է տեղի ունեցել, այնտեղ պարզում են, թե որ կողմն էր մեղավոր, կամ կոնֆլիկտ է տեղի ունեցել, գուցե այնտեղ գնաս երկու կողմի կարծիքն լսես, բայց եթե վերլուծություն ես անում որպես մասնագետ, արդեն այստեղ դու բան չունես ասելու, բացի այն վերլուծությունը, որը այս ոլորտի հետ կապված կարող ես անել։ Հաճախ այդ օբյեկտիվության մասին խոսում են նաև մոնտաժային հնարքների մասին խոսելիս, ասում են այ օբյեկտիվ չեն, այնպիսի մոնտաժ են անում, որ խեղաթյուրվում է խոսքը։ Օրինակ դու ինչ կասես սրա հետ կապված։ Ռեպորտաժների իմաստով, ասենք որովհետև ցանկացած լրագրությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն ռեպորտաժը, ասենք մաքսիմում կարող մի 3 րոպե լինի, չէ՞։ Հիմնականում 1.5 րոպե, 2 րոպեի շրջանակում է։ Բայց ասենք մեկնաբանություն դու վերցնում ես մարդուց, ինքը 15 րոպե խոսում է։ Բնական է, չէ՞, դու այդ լրագրողը 15 րոպեից հանելու է, ասենք մի 30-40 վայրկյան է, որ ուղիղ խոսք է լինելու։ Ուղղակի դա լրագրության աշխատանքին ոչ ծանոթ մարդու մեկնաբանություն է, եւ ընդհանրապես լրագրությանը ծանոթ մարդը, որ հասկանում է համակարգը ոնց է աշխատելու, ինքը իր մեկնաբանությունները այնպես է տալու, որ լրագրողը իր նյութի լավագույն շահից ելնելով վերցնելու է իր ուզած կտորները։ Յուրի ասած այն լավագույն կտորները, որը ռեպորտաժը ասենք ավելի լավն է դարձնում։ Չէ, լրագրողների վերաբերյալ կան շատ գնահատականներ, բաներ, քննադատություն։ Բան անտեղի է։ Իրենց եւ անտեղի է, եւ մի հարց կա, չի կարող այսպիսի տնտեսական հնարավորություն ունեցող կամ ավելի շուտ տնտեսական հնարավորություն չունեցող երկրում, որտեղ չկան ռեսուրսներ այն ծավալի, ինչպիսին այն երկրներում եղած ռեսուրսներն են, որոնց հետ համեմատում են, ասենք, հայկական լրագրությունը, բնականա չի կարող համեմատել, որովհետև լրագրությունը կամ տեղեկատվություն տարածելը եւս արտադրական process է, եւ դա ենթադրում է նաեւ միջոցներ։ Այդ միջոցները եվրոպական երկրներում շատ ավելի շատ են ու ծախսվում է այլ որակի մեդիա պրոդուկտ ստանալու համար Հայաստանում դեռ այլ վիճակում է։ Մեդիա պրոդուկտ ստանալու հնարավորությունները շատ ավելի սուղ են այդ իմաստով։ Այսինքն եթե եվրոպական մեդիայում աշխատող լրագրողը կարող է իրեն թույլ տալ մի ամբողջ ամիս աշխատել մի նյութի վրա ու ստանալ մի ամբողջ ամսվա աշխատավարձ, ասենք մի քանի $1000, Հայաստանում չկա տնտեսական այդպիսի հնարավորություններ, շուկա չկա այդպիսի, որ ասենք լրագրողը մի ամիս աշխատի մի նյութի վրա, կամ լավ մի ամիս 10 օր րոպեանոց նյութի վրա։ Այո, աշխատի այդ նյութի վրա, ում որում հասկանալ է, չէ՞, 3 րոպեանոց նյութի վրա այդ մի ամիսը աշխատում է նաև այլ մասնագետներ, ոչ միայն լրագրող, այսինքն նյութը մի քանի $1000 լրագրողի աշխատանքն է անում, մյուս աշխատողի աշխատանքն է անում։ Այսինքն այդ մի ռեպորտաժի արտադրություն բավական թանկ կարա նստի։ Չասենք մի ռեպորտաժը մի ամիս, շատ խորը ռեպորտաժ պետք է լինի, որ մի ամիս աշխատեմ, բայց ասենք բավական երկար ժամանակ են աշխատում, լավ ռեպորտաժները, մեծ թեմաները, հա։ Հետաքննությունը, բայց այստեղ այդ հնարավորությունը չկա։ Այստեղ լրագրողը ավելի շատ օրվա նյութ տվող։ Նախ որովհետև Հայաստանում այդքան իրադարձություններ էլ չկան, որ մարդիկ, ասենք, մի լրագրողը մի ամսով ինչով զբաղվում, ինչ թեմայի շուրջ։ Երկրորդը չկան այդ
ֆինանսատնտեսական միջոցները, որ այդ որակի լրագրություն լինի։ Լրագրողների աշխատանքը նսեմացնելով, հա։ Հիմա եթե չկա այդ հնարավորությունները համեմատել հայկական լրագրությունը եվրոպական որևէ երկրի լրագրության հետ, ասել այ տեսեք ընդելը, տեսեք ինչ ռեպորտաժ են սարքում, ինչ հոդված հետաքննական, հա։ Մեր լրագրողները չեն կարող են, որ չէ, մեկնաբանությունը, եւ երկրորդի մանայի։ Ես կարծում եմ այդտեղ ասելիք ունենաս հասարակության վերաբերմունքը մեդիա արտադրանքին։ Մարդիկ մտածում են, թե հիմա լրագրող էլի տեքստը գրել է, բայց այդ տեքստի վրա աշխատանք է տարվել, վիդեոնյութի վրա աշխատանք է տարվել, չէ՞։ Բացի այդ աշխատանքը, այդ տեքստը գրելու համար մարդը որոշակի կրթական, գիտակցական ճանապարհ անցնում, որոշակի փորձառություն անցնում, դու պարզապես չես կարող, չգիտեմ, դառնալ առաջին կուրսի ուսանող եւ քիչ փորձառությամբ եւ սկսել վերլուծություններ անել։ Այսինքն միջև այդ ճանապարհին հասնել է դու բավական մեծ ներդրում ունես քո ազգային աճի մեջ եւ դա անելու համար դու որոշակի ճանապարհ ես անցել։ Դու անում ես այդ վերլուծությունը եւ արդեն սկսում եմ մեկնաբանություն դրա հետ կապված, թե այսպես է, այնպես է։ Ես մի ուրիշ խնդիր եմ սկսել նկատել, ինչքան որ շփվում եմ տարբեր մարդկանց հետ, նաև մեկնաբանություններ եմ երբեմն լրատվականների կարդում, հանրությունը չգիտի լրագրողի իրական դերն ու պարտականությունները։ Հանրությունը սպասում է լրագրողից մի բան, որը լրագրողի ֆունկցիաների մեջ չի մտնում, օրինակ սպասում է լրագրողական աշխատանքից շատ զատ, չգիտեմ, քաղաքական գործի աշխատանք, այսինքն հանրությունը լրագրողից սպասում է, որ լրագրողը պիտի անի այն, ինչ քաղաքական գործի չպիտի անի։ Լավ բան ասել, մեր մոտ մեկնաբանությունների բաժնում հաճախ տեսնում եմ, որ գրում են ասում հերիք է խոսել, գործ արեք, ասում պես ես լրագրող եմ, չէ՞։ Ուն որում դա հեշտ գործ չի, հատկապես 10 էլի գնում են քաղաքականություն, բայց հեշտ գործ չի հոսանքին հակառակ գնալը հաճախ։ Եվ այդ ակնկալիքները, այսինքն, ասում են դե լրագրողներն էլ մենակ դատարկ խոսում են, հա, իրենց մեկնաբանություններն այդպեսին են, որ ասում են լրագրողներն էլ այդպես խոսում են եւ բայց այսինքն հանրության պատկերացումն է լրագրության մասին թերևս երբեմն շատ թերի է, որովհետև դե լրագրողի ոնց որ աշխատանքի հիմնական մասն է տեղի ունեցածի մասին լուսաբանումն է, արդեն վերլուծական հարթակում դրա մեկնաբանումն է, ոնց որ արդեն խոսեցինք, նաև ինտերվյուների անցկացումն է, հիմա հարց տալն է։ Օրինակ լրագրողը չի կարող քաղաքական գործչի հետ հարցազրույց անելու ժամանակ հարց տալուց զատ որևէ այլ կերպով այդ քաղաքական գործչին բերի պատասխանատվության դաշտ։ Այդ քաղաքական գործիչը կպատասխանի թե չէ, նույն օրինակ խոսեցինք հետքի հոդվածի մասին, այսինքն լրատվականը ունի ինֆորմացիա, ունի հետաքննություն, հարցումն ուղարկել է, ինքն իր պարտականությունները ոնց որ արել է։ Հիմա քաղաքական գործիչը ինչ է մեկնաբանել, դա արդեն լրագրողից կախված չի։ Իհարկե այստեղ հմտությունների եւ այլն կարելի է կիրառել, բայց լրագրողից մեծ մասամբ կախված չի եւ ինքն իր աշխատանքն արել է։ Մնացած աշխատանք արդեն մնացած մարմինները պիտի, հա, իր գործեն, չգիտեմ, ինչ որ ակնկալում ենք։ Կամ նույն հանրությունը պետք է երբեմն ասենք իր ակնկալիքների պատասխանատու լինի, բայց լրագրողն իր աշխատանքն է անում եւ երբեմն իր աշխատանքում որպես քաղաքացի որոշակի դրսևորումներ չի կարող ունենալ տեսախցիկի առջև։ Այ հասարակությունը սովորաբար նայում է նույն եվրոպական տաբանի հարուստ երկրների մասին խոսենք, չէ՞։ Այդ նույն հարուստ երկրներում, որտեղ շուկան բավական մեծ է եւ հնարավորությունները բնականաբար մեծ, նաեւ կա քաղաքացիների մոտեցում, այսինքն իրանք այն մեդիան, որի տեղեկատվությունից օգտվում են, հաճախ այդ մեդիային ֆինանսական աջակցություն են տալիս։ Բաժանորդագրություններով այդ հիմա արդեն Patreon-ների համակարգով, հա։ Օրինակ մենք էլ ունենք Patreon-ում, մեզ հա հասարակության որոշ մաս օգնում է, բայց այդ զուտ այդ օգնությամբ չես կարող լրատվամիջոց պահել։ Այստեղ գալիս է նաև ինչ-որ միջոցների հայթայթում եւ նաև գալիս է էնտուզիազմ, այսինքն որ դու ուղղակի ուզում ես քո գաղափարները կամ այն ինչի դու հավատում ես
դա տարածել։ Եվ այստեղ հասարակությունը երբ որ դժգոհում է, ես այդ դժգոհությունը նմանեցնում եմ ինչի։ Տեղեկատվական առումով ոնց որ մարդը նստած լինի փախստականների ճամբարում, տեղեկատվական փախստականների ճամբարում։ Իսկն որտեղ ինքը չի իր ճակատագրի տերը։ Եվ բերում են օգնություն, ինչ որ կազմակերպություններ բերում են օգնություն, ասենք հագուստ, սնունդ, բան։ Տեղեկատվական այդ ճամբարներում նստած մարդիկ չեն կարող ասել, չէ՞, ասեք, այս սնունդը ես չեմ ուզում, այս հագուստը չեմ ուզում, որովհետև դու չես վճարել քո այդտեղ գտնվելու համար։ Դες ուղղակի մարդիկ օգնում են, գուցե բարի նպատակներով, գուցե ինչ-որ գաղափարներ են ուզում տարածել, հա։ Եթե դու ուզում ես այլ կարգավիճակ ունենաս, դու փախստականների ճամբարում չես կարող այլ կարգավիճակ ունենալ, դու պետք է գնաս տուն վարձես կամ բնակատեղի վարձես, và նույնն էլ այդ առում, դու եթե ուզում ես, եթե դու դժգոհ ես մեդիաներից, լավ, կա ինչ-որ մեդիա, որից գոհ ես։ Ֆինանսավորի քո չափով, օգնի թո այդ մարդկանց, քո ուզած աշխատանքը ավելի լավ անի։ Այս մշակույթն էլ չկա, էլի, որ նայում ես, որովհետև ասենք նայում ենք վճարելու մշակույթ կա, բայց մտքի համար վճարելու մշակույթ չկա։ Ասենք TikTok-ում կան ուղղակի մարդիկ, որոնք հասարակությանը մենակ դեգրադացնում են իրանց եւ տգիտությամբ եւ բարոյական, հա, եւ բարոյական վարքականոնով, վարքով, չէ՞։ Բայց այդ մարդիկ գիտես, կարող է թվերին չհավատաս, բայց մարդիկ ամիսը մի քանի $10,000 փող են հավաքում TikTok-ում։ Մի մարդը ու հավաքում է ուրիշ TikTok-ի ուրիշ օգտատերերից։ Հայկական, ասենք, հիմնականում սեգմենտից։ Ուրեմն նշանակում է ինչ ֆինանսական միջոցներ ունեցողներ կան, տվող էլ կան, բայց արդեն որակի համար չեն տալիս կամ մտքի համար չեն տալիս են ինչ-որ ապուշության համար, հա։ Ու այստեղ արդեն հասարակությունը, որը դժգոհում է լրագրողներից, բայց գնում ֆինանսավորում է, TikToker, որը հանվում է կամ հագնվում է կամ չգիտեմ ինչ էշություն անում, կներեք այս արտահայտությանը։ Այդ հասարակությունը չի դժգոհում լրագրողներից։ Հաստատ կարելի է գտնել լրատվամիջոց, որին կարող են իրենք ֆինանսական աջակցություն տալ, որում օրինակ այդ Patreon-ները մնացած այս նոր համակարգերը, նոր հնարավորությունները, փոխանցումները, հնարավորություն են տալիս մարդուն օրինակ, չգիտեմ, $2 օգնել։ Պատկերացրու, ասենք, փոքր մեդիայի համար, եթե 1000 հոգի ամեն մեկը $2-3 աջակցություն տա, ես գոնե մենք լավ փոքր մեդիա լինելով, ես լավ եմ հասկանում, որ դա լուրջ աջակցություն է աշխատելու, բանանելու համար։ Եվ ավելի անկաշկանդ աշխատելու հասկանում, ավելի հանգիստ խղճով աշխատելու։ Որովհետև քո լեսարանը հավատում ու վստահում է քեզ այդ բանին, եւ դու հասկանում ես, թե ում համար ես այս բանին քո ջանքն ու եռանդը ոնց որ ներդնում։ Ես կարծում եմ հիմա էլ հասկանում են, ես հիմա էլ բարձրամ ենք մեր լսարանի համար ենք աշխատում, բայց այդ ժամանակ ամբողջ ռիսկը լրագրողի վրա է։ Եվ հետեւաբար նման իրավիճակներում լրագրողները ինչ որ պայ կարող են սխալվել, ինչ որ պայ մարդու կարող է նյարդը տեղի տա, ասի, լավ թքած էս ամեն ինչի վրա, գնում եմ պայմանավորվածության այս ինչ մարդու հետ, չէ՞։ Բայց այդտեղ դուժեց արդեն հասարակությունը, որը իրեն հավատում էր։ Որովհետև ինքը արդեն կորցնում է իր ոնց որ այստեղ էլի գալու ենք, կարծում եմ նույն քննարկմանը այն սկզբից ունեցած, որ այսինքն որոշակի հայացքների ու գաղափարների համար են մարդիկ այս կամ այլ լրատվականը ընտրում եւ որքան էլ օբյեկտիվության մասին խոսանք, այստեղ չենք կարող բացառել եւ չխոսալ նաեւ նրա մասին, որ ամեն լրատվական ունի որոշակի թեկուզ գրված կամ չգրված գաղափարախոսություն, որին այսպես լուր համաձայնությամբ ոնց որ համապատասխանելով գնում է առաջ։ Այս քննարկման ընթացքում գիտես ինչ հիշեցի, երբ դեռ լրագրող լինել չլինելու մասին չէի մտածել, դպրոցի հասակ երեխա էի ու կարդացի Վոյնիչի բոռը, այնտեղ մի հետաքրքիր process-ի մասին էր խոսում, որտեղ գլխավոր հերոսը երկու տարբեր հակադիր հայացքներ ունեցող թերթերում հոդվածներ էր տպագրում, մի հոդվածում տպագրում էր հոդվածը, մյուս հոդվածում ինքն իրեն պատասխանում էր ինտրիգ էր առաջացնում, բայց ինչի շուրջ էր ինտրիգ առաջացնում, ինքը սկսում էր այդպես քննարկման թեմա դարձնել մի երևույթ, որի մասին հասարակությունը չէր խոսում։
Այսինքն ստեղծում էր հասարակության համար կարևոր այդ երևույթի նկատմամբ քննարկում եւ դա բերում էր քննարկման դաշտ եւ հանրությունը արդենից սկսում էր այդ երևույթի մասին գաղափար ու կարծիք ձևավորել։ Ինչ որ մեկը կողմ կլիներ, ինչ որ մեկը դեմ կլիներ, բայց եթե մենք խոսում ենք խնդրի մասին, դա արդեն իսկ նշան է, որ խնդիրը լուսման կարիք ունի։ Հիմա ինչ է օրինակը բերեցի, որովհետև շատ հաճախ նաև լրագրողների աշխատանքի այդ դերակատարումը քննադատում է եւ անկարևոր են համարում մարդիկ, չգալով այն գիտակցման, որ ի վերջո լրագրողը մի կարևոր ուժ է, այսինքն լրագրությունը, ժուրնալիստիկան այն կարևոր ուժն է, որը բարձրաձայնում է այն խնդիրները եւ քննարկման դաշտ է բերում այն խնդիրները, որոնք հաճախ հարության աչքից վրիպում են կամ հարության ինչ-որ շերտի այսպես դիտակետում կան, բայց այդ հարության այդ հատվածը չի կարող դա բերի քննարկման դաշտ։ Լրագրությունը բերում է քննարկման դաշտ եւ ստեղծում է որոշակի պատասխանատվություն այդ երևույթի հետ կապված եւ ըստ այդմ նաեւ այդ երևույթը սկսում է քննարկվել, հիմա չգիտեմ, ամենապրիմիտիվ բանը օրինակները կարող ենք բերել, անօրինական գործունեության ինչ որ կամ թեկուզ օրենքի հետ կապ չունեցող, խնդրահարույց երևույթների մասին քննարկումներ, եթե դրանք լրատվական հարթակներում չեն սկսում քննարկվել, ոնց որ սա էլ տեղից չի շարժվում։ Հենց մի խնդրի մասին լրատվական հարթակներում գրվում է, միանգամից այդ խնդիրը սկսում է լուծում ստանալ։ Եվ ես կարծում եմ լրագրողների ամենակարևոր դերակատարումը թերևս սա է, որը հաճախ թերագնահատվում է։ Գիտես, այդ առումով ես կարծում եմ երբեմն լրագրողներն իրենք էլ չեն գիտակցում իրենց դերակատարումը։ Նայ, եզների կրոնում վստահ քրիստոնեության մեջ էլ խոսքը, բառը, միտքը շատ կարևոր է։ Դու գիտես, որ մեր մոտ արգելվում է մի երևույթի անուն տալ, հիմա էլ չեմ տալու, որովհետև երևույթ, որը քրիստոնեության մեջ ոնց ճիշտ ձևակերպեմ, ընկալվում է ոնց որ վատի հովանավոր կամ մարդուն վատի դրթողը, դուք վստահ եմ կհասկանաք ինչի մասն եմ խոսում։ Եվ ինչու է դա արգելվում այդ անունը տալ, որովհետև ասում է, եթե դու անունը տվեցիր, արդեն իրեն կենդանություն ես տալիս։ Եվ այս իմաստով լրագրողների խոսքը շատ կարևոր է։ Լրագրողների դերակատարը հանրային խոսք ասողների դերը շատ կարևոր է, երբ որ իրենք որևէ գաղափար են ասում։ Ասում են, իբա բաներ ասեցինք, բայց դա տենց չի, որովհետև մարդկային միտքը ապացուցել է, որ այնինչ մարդը կարողանում է մտածել ու բառերով ձևակերպել, դրա իրականություն դառնալը ժամանակի հարց է։ Ցանկացած երևույթ։ Ասենք հետ գնանք 100 տարի առաջ գիտական ֆանտաստիկ գրականության մեջ գրված երևույթները։ 100 տարի հետո կամ գուցե ավելի շուտ իրականություն են դարձել։ Այսինքն մարդը ինչ որ պահ մտածել է, որ կարողա թռնի լուսին, ասենք այն ժամանակ ոչ շարժի չի եղել, ասենք ռեակտիվ շարժիչի մասին տարապես պատկերացում չի եղել, բայց քանի որ մարդը կարողացել է ձևակերպել խնդիրը, մարդը այն միտքը լուծել է այդ հարցը։ Կամ ստեղծել է այդ բանը։ Հիմա այդ իմաստով հրապարակային բարձրաձայն ասված խոսքը շատ կարևոր է։ Այսինքն չկա բարձրաձայն ասված խոսք, որը ժամանակի ընթացքում իրականություն չդառնա։ Ինչու է։ Մենք հիշում ես մի հատ ֆիլմ էինք նայում իրար հետ, որ բավական նորմալ ֆիլմ էր, հոլիվուդյան բան, բայց մենք այդ տեսնում ենք, որ համասեռամոլ ինչ-որ հարաբերություններ են ցույց տալիս։ Ինչ է դա այդքան ակտուալ դարձել հոլիվուդյան ֆիլմերով, ոմանք չեն հավատում, որ դա քարոզ է իրական, չէ, այդ պատկերով իրանք ստեղծում են իրականություն, խոսքով ստեղծում են իրականություն։ Այս առումով լրագրողը եւ հանրային խոսք ասողը պետք է շատ լրջորեն գիտակցի իր աշխատանքը որպես ազդեցություն հասարակության վրա։ Այսինքն դուք կարող եք ասել բառ, որը հաստատ իմացեք հետո իրականություն է դառնալու։ Դուք կարող եք նկարագրել երևույթ, որը հետո իրականություն է դառնալու, ու սա մարդկությունը ցույց է տվել։
Բոլորը թողսես մտածեն, ասին 100 տարի առաջ գիտական ֆանտաստիկայում ինչ կար, հետ ամեն ինչ արդեն իրականություն է։ 90-ականներին մենք մեր սիրած ֆիլմերում ինչ էինք տեսնում, ռոբոտներ, չէ՞։ Այսօր ռոբոտները արդեն այսօր այդ ֆիլմերը մեր երեխաների համար հետաքրքիր չի։ Մարդկության հետ, որտեղ իրականում են ռոբոտ տեսնում, այսինքն գնում ես food court, մեկ է տեսնում ռոբոտը գալիս է, սինի է տանում, օգնում է աշխատողներին։ Ասենք, չգիտեմ, այդ հայտնի ֆիլմերը մեր մանկության տարիներ, որ համակարգիչը վերահսկողությունից դուրս է գալիս ու բանա համակարգը խափանվում է կամ ինքը բան անում, մարդկության վերահսկողությունից դուրս է գալիս։ Այսօր արհեստական բանականությունը արդեն հասել է այնտեղ, որ կարող է ինչ-որ բանի վերահսկողությունից նաև դուրս գալ։ Նոր միջ մեր ձայնագրությունը սկսել է, պես մի գրառում ընկավ աչքիս, որ գրել էին, որ արհեստական բանականությունը մարդկանց աշխատանք է տրամադրում։ Արդեն, այսինքն ոչ թե մարդն է այն օգտագործում, այլ ինքը մարդկային ներուժն է արդեն օգտագործում։ Ուզում եմ ասել, որ համաձայն եմ քեզ հետ, հատկապես պրոպագանդայի առումով եւ մեկ շատ զավեշ տալի ինչ-որ կետերի է հասնում այդ պրոպագանդայի վերահսկողությունը։ Օրինակ, ես կողմ եմ, որ էկրանում մարդը չտեսնի ծխելը, այսինքն այդ օրենքը խախտումը, դա խախտում է համարում եւ ֆիլմերում էլ հիմա ծխախոտի օգտագործման այդ հատվածը արգելվել է, որովհետեւ դա դիտարկվում է պրոպագանդա։ Ես համաձայն եմ քարոզչություն, ինչը բերում է ծխախոտի։ Այդ դեպքում գերին ինչ է տալիս։ Այդ դեպքում հարց է առաջանում ամենատարբեր երևույթների ցուցադրումը։ Ուրեմն ես կարող եմ որպես մարդ արդեն այստեղ մեկնաբանություն անել, որ այն ինչ ցուցադրվում է քարոզչությունը, այս մի քարոզչությունը բացառում ենք, այն մյուս քարոզչությունը ընդունել ենք համարում։ Լավ քարոզչություն եւ վատ քարոզչություն ենք բաժանում, այսինքն այդ քարոզչության տեսանկյունից համաձայն եմ, որ իմ ինջալոց մի հոդված կարդացի, որտեղ ապացուցվում է շատ կարևոր բանի վրա ուշադրություն ցրավից, ասենք ֆիլմերում ծխախոտի կադրը արգելվում է, բայց ֆիլմերում սկսելս ավելի հաճախ տեսնել, թե ոնց են թմրանյութեր օգտագործում։ Այո։ Այսինքն դա պրոպագանդա չի։ Դա պրոպագանդա չի, չէ։ Դա նորմալիզացվում է։ Մոռացա միտքս։ Լավ, մի խոսքով ուզում եմ ասել, որ իրականում, հա, հիշեցի ինչ մացին ուզում ասել, որ ամենաուժեղ պրոպագանդայի միջոցը մեր օրերում համարվում է կինոարտադրությունը։ Եվ հիմնական քարոզչությունը, իսկ կինոարտադրությունը մենք գիտենք։ Հիմնականում Հոլիվուդն է իր քարոզչությամբ, դրան զուգահեռ օրինակ ռուսական կինոարտադրությունը փորձում է իր հասարակության, ռուսալեզու հասարակության համար իր ոնց որ կինոարտադրությունը զարգացնել, եվրոպական կինոարտադրությունը ավելի քիչ ունի քարոզչություն, բայց ելի ունի քարոզչական տարեր շատ, այնպես ինձ համար քանի որ ամեն ինչ քարոզչություն է, ես ինչ տեսնում եմ քարոզչությունը, ես միշտ դա եմ սկսում առաջինը նկատել, բայց թերևս հոլիվուդյան կինոարտադրությունը համարվում է աշխարհում ամենազորեղ քարոզչա միջոցը, որով գեներացնում են ամբողջ աշխարհի այսպես մտածողությունը, հա, ձևավորում են նույն չգիտեմ, ամենատարբեր ազգությունների նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքը, երևույթների նկատմամբ դրական ու բացասական վերաբերմունքը, բայց երևի կանք լրագրություն ամեն դեպքում։ Ես մի հետաքրքիր բան եմ նկատել, մենք այս վերջերս այդ քննարկումն արեցինք, երևի ես շատ եմ ուզում, որ դրա մասին նաև կիսվենք Մելիսանի հետ, որ ժամանակակից աշխարհը գալիս է մի կետի, այսինքն ինչ-որ շրջան եկա, որ լրագրողի աշխատանքն ու լրագրությունը, լրատվական, ավանդական լրատվամիջոցները սկսեցին անկարևոր համարվել, որովհետև սոցիալական հարթակները արագ կարճ հասանելի ինֆորմացիայի աղբյուր դարձան եւ մարդը սկսեց ավանդական լրատվամիջոցների փոխարեն օրինակ հետևել գործող անձանց, քաղաքական գործիչների, վերլուծաբանների, հա հենց լրագրողների անձնական օրինակ սոցիալական հարթակների էջերը եւ այդտեղից ինֆորմացիա ստանալ, չգնալ, հավելյալ ոնց որ ավանդական լրատվական հարթակներ
բայց նույն արհեստական ինտելեկտի այս մեծ թափով մեր կյանք մտնելը բերում է մի կետի, որ սկսում ենք ավանդական լրատվականների դերի կարևորում տանել։ Ես հիշում եմ, որ այս վերջերս քեզ պատմում էի, անգամ ես որ բավական փորձված եմ, բայց Ռուսաստանի նախագահի հետ կապված ինչ-որ վիդեոյի մասին էի քեզ պատմում, դու ինձ ասում ես, որ դա արհեստական ինտելեկտ է, բայց այնքան իդեալական էր ամեն ինչ սարքած, որ ես չեմ պատկերացնի, հա, որ դա արհեստական ինտելեկտ է եւ ոնց որ կոնտեքստը պիտի նայես, ասենք այդ տեսանյութում բանը Շուշա առօրյական թեմա է։ Խոսում են ինչ-որ բան է։ Այնց համար է էլի ճառիկների մասին ես իմանում եմ։ Տարօրինակ էր, որ նման քննարկում կարող է քննարկում էր անում, հա։ Բայց դու ոնց որ նաև վերեցիր այդ մտքին, որ ավանդական լրատվականները դառնում են տեղեկատվության միակ եւ հուսալի աղբյուր, ու այստեղ թե որը ովքեր կմնան այդ աղբյուրը, լրատվականն ինքը կորոշի, որովհետեւ լավագույն ամենավատ ժամանակաշրջանն է թերևս դեղին մամուլի համար եւ լավագույն ժամանակաշրջանն է, ես կարծում եմ, այս ժամանակաշրջանը ավանդական լրատվականների համար, ովքեր իրենց ուրույն տեղն են գրավելու որպես հավաստի աղբյուր։ Հենց այդ հասարակությունները հատկապես մեր նման փոքր պետության սահմաններում ապրող հասարակություններում ես կարծում եմ շատ կարևոր հանգամանք է այն, որ լրագրողը հնարավորություն ունի կամ ավելի շուտ նաև լսարանը հնարավորություն ունի, ասենք կենթանի շփվել լրագրողի հետ, փողոցում տեսնել, մոտենալ կարծիք ասել, ես հաճախ եմ նման իրավիճակներում հայտնվում, ու 18 թվականին ես սկզբնական շրջանում հաճախ թարս էին նայում կամ վատ խոսքեր էին ասում, բայց հիմա մարդիկ մոտենում են շնորհակալություն անում կամ կարծիք են հայտնում, ինչ-որ բաներ չեն համաձայնում, բայց հասկանում ես, որ ինքը, այսինքն այս փոքր պետության տարածքում ապրելը նաև այդ հնարավորությունը տալիս կենթանի շփում ունենալ եւ մարդիկ սովորաբար ավելի հակված են հավատալու մարդկանց, ում իրանք ճանաչում են նաև անձամբ կամ տեսնում են փողոցում տեսնում են, հա, ասում են Այս առումով ես կարծում արհեստական բանականությամբ գեներացվող այդ տեսանյութերը, չգիտեմ, բաներ չեն փոխարինելու մարդուն, մարդը, այո, գուցե ինչ-որ աշխատանքներ թեթևացնելու, թեթևացնելու։ Ես դրա մասին չեմ խոսում, չեն փոխարինելու, այլ օգնելու են լրագրողին եւ օգնում են շատ մեր օրերում։ Ես խոսում եմ նրա մասին, որ կեղծ ինֆորմացիան իրականից տարբերելու, այսինքն մենք տեսնում ենք դաշտում տարբեր, չգիտեմ, քաղաքական գործիչների տեսքով, ձայնով ինֆորմացիա է տարածվում եւ մարդը սկսում է հավատալ, բայց սա մի երևույթ է, որը մարդուն բերում է, այսինքն մարդը սկսում է սովորել, չէ՞, սկզբում իր համար սա վստահելի հարթակ է, քիչ-քիչ դառնում է անվստահելի հարթակ եւ մարդը սկսում է, այսինքն ինչ որ բան տեսավ, չգիտեմ, երկրի նախագահը ինչ որ բան է ասում, կամ երկրի ղեկավարը թիվ 1 դեմքը ինչ որ բան է ասում։ Մի հատ դաս տուգելու համար օրինակ մտնում է վստահելի արդեն ավանդական լրատվական հարթակներ, ոչ թե կոնկրետ, չգիտեմ, X Facebook-յան էջում տեսած վիդեոն է կամ իր ընկերը ինչ որ վիդեո է իր կիսվել իր էջում, ինքը ոչ թե այդ վիդեոին է հավատում, արդեն մարդը սկսում է վստահելի աղբյուր փնտրել։ Սա կարևոր, կարծում եմ, հմտություն է, որը երկար ժամանակ մեր հասարակությունը չի ունեցել։ Այո, ես կարծում եմ, դու իրավիճակը գնահատում ես քո շրջապատի տեսանկյունից, որովհետև ես որպես լրագրող, որ ասենք ակտիվ քաղաքական բանն պրոցեսների մասնակից լրագրող, կարող եմ ասել հակառակն է։ Հայաստանի հասարակության մեծ մասը, զգալի մասը մեդիա գրագետ չի, ու այդ Facebook-յան էջերը, YouTube-յան perfect TV-ները ավելի մեծ ազդեցություն ունեն։ Որտեղ ասենք շաբաթը ունեցել են մինչ այսօր։ Նվազելու են իհարկե, բայց երբ որ շաբաթը 2 անգամ Էրդողանն է մեռնում, Բաքուն անցնում է ջրի տակ, բայց այդ perfect TV-ն հիմա գոյություն չունի։ Դե բայց հիմա չունի այն ազդեցությունը, որովհետև հանրությունը ինչ որ առումով հասկացել է, որ այստեղ իրեն խաբում են։ Հա, դա մի քիչ բան է, գիտես, փոխվել է պատկերը փոխվել է, բայց բավական մեծ ժամանակ ու ռեսուրս պիտի ծախսվի, որ հասարակությունը
գա լավ մեծամասնությունը չասեմ ասել գա մի հատ բանի իրավիճակի որ ինքը կոնկրետ պատասխանատու էջերից ու մեդիաներից տեղեկատվություն ստանա Եվ սա իմ ասածն էլ դրան է տանում, որ մի քանի անգամ խաբվելուց հետո մարդը սկսում է մտածել, թե որտեղ են ուզում իրեն խաբել։ Ես չգիտեմ հիշում ես դու թե չէ, արհեստական բանականության առաջին անգամ 18 թվականին եմ բախվել, հասարակությունն էլ է։ Երբ որ մտ տեսանյութ էր տարածում, որտեղ Արսեն Թորոսյանը ասում էր ես գիժ եմ, կատարյալ աննորմալ։ Հիշում ես։ Հա։ Լայն թափով տարածվեց, հետո բոլորը ասացին, որ դա Թորոսյանի մասին տես խոսակցություններ շշուկներով կային բան, ու այդ վիդեոն ոնց որ եկավ լրացնելու, որ այն որ ասում էին, բան։ Բայց ես միջև հիմա գիտեի, դա ինչ որ իրական, այսինքն ինչ նպատակային նպատակ։ Չէ, դա fake սարքած տեսանյութ է։ Հա։ Ասում բան կա, այդ իրավիճակը կա, բայց հասարակություն դեռ էլ Բայց այդ բանին դու էլ չէ ոնց որ կարող է հավատալ կամ չհավատալ, բայց հետո մտնում ես, ստուգում ես, հասկանում ես, որ դա արդեն նորմալ է, որ կարող ես այդպիսի բանի հանդիպել, բայց մի հատ դրա հավաստությունը ստուգելու համար մտնում ես, չգիտեմ, ավանդական հարթակները կամ մի խոսքով։ Հա, բայց այս արհեստական բանականությունն էլ ասա, որ հնարավորություն է տվել բանի քաղաքական գործիչներին ինչ ողջ կուտեն, ասենք դրա վերաբերյալ տեսանյութ կամ բան հայտնել, արհեստական բանականությունն է։ Չէ, դե այստեղ էլ արդեն բանը տեղեկատվության աղբյուրներ չէ սկսում ստուգել, հասկանալ, այդտեղ ոնց է լինի 1, 2, 3 մարդը սկսում է եւ կարողանում է տարբերել արդեն արհեստական բանականությամբ սարքած իրականից։ Չգիտեմ, օրինակ եթե ինչ որ մեկը աշխատանքային ժամին ինչ որ վայրում է, որտեղ չպիտի լինի կամ չգիտեմ ինչ որ կարգավիճակում է, որում չպիտի լինի, եւ վերջի այդ տեսագրությունը եւ այլն ձայնը մի քիչ դժվար է էլի։ Արհեստական բանականությունը թերևս շատ կատարյալ է ստեղծում ամեն ինչ։ Հա։ Եվ գոնե սա մեզ օգնում է այսպես սպոնտան նկարահանումներից տարբերել։ Լավ, երևի թե շատ չձանձրացնենք մարդկանց, մի քիչ խառը ասենց խոսեցինք, բայց կարծում հետաքրքիր թեմաներ են ու պիտի քննարկել, ես կարծում այստեղից կարելի առանձնացնել խոսքի ազատության մասին քննարկումները, թե որն է խոսքի ազատություն, որը չէ։ Այն կարող ենք մյուս անգամ առանձին քննարկում ունենալ։ Էթիկայի մասին խոսալ դելևս։ Հա, կարելի է, բայց խոսքի ազատությունը շատ կարևոր է, որովհետև այն նույն կրոնական տեսանկյունից որ ասեցի, դու ինչ ասում ես, դա կենթանություն ես տալիս դրան, ու իրականում իրականություն է դառնում, թե մարդը որևէ բան ձևակերպում է ու բաղում է հնչեցնել, դա ժամանակի հարց է, որ դա իրականություն դառնա։ Նույնը քննարկել խոսքի ազատության տեսանկյունից ունենք։ Եվ խոսքի ազատությունից օգտվելով ինչ կարող ես ասել, որը հետո հասարակության գլխին աղետ բերում է։ Եվ ինչպես կարծում կարողա խոսել ինչպես խոսքի ազատության, այնպես էլ անազատության մասին, որովհետև դրա երկրորդ կողմն էլ կա։ Մի խոսքով, այսօր երևի ամփոփենք, ասենք որ խոսեցինք լրագրության, լրագրողների դերի եւ ընկալման մասին, եւ մի քիչ էլ արհեստական բանականության ու մերուրի աշխարհի։ Կհանդիպենք, հուսամ մեր քննարկումը ձեզ դուր եկավ, միացեք էջին, մեկնաբանեք ձեր կարծիքն էլ գրեք մեր քննարկման շուրջ եւ թեմաների շուրջ, իսկ մենք կհանդիպենք նորից։ Եթե շատ երկար է, թող անպայման կարծիք գրեն, որ հաջորդը ավելի կարճ է։ Այո։